Բարի օր, հարգելի հետևորդներ, գիտեք արդեն, որ դարին բավական թեժ զարգացումներով սկսավ եւ կշարունակվի։ Երկու կարևոր օջախներ զարգացումներու կան, առաջինը Հալեբն է, երկրորդը Իրանն է, Թեհրանն է։ Այսօր պիտի բավարարվիմ Հալեբի մասին խոսելով, որովհետեւ ոչ միայն մերձավոր արևելքի գդրվածքով կարևոր գետ մնե Հալեբը, հանգույց մնե, այլ նաեւ հայության համար կարևոր եւ պատմական գաղութ ունենք, որու մասին կրնանք երկար կարդալ, լսել, խոսիլ ու ինչու՞ չէ նաեւ մտածել այդ գաղութի մասին։ Ամեն բարակայի բավական թեժ օրակարգ էր Հալեբի մեջ տեղի ունեցածը եւ շատերու համար սպասելի, ասեմ որ Սուրիո պատերազմեն ի վեր դարբեր շրջաններու մեջ ստեղծվեցան էթնիկ զուտ ցեղային խմբավորման գեդեր, այսինքն շրջաններ, որոնք եղան քյուրդերու դրամատրության տակ, շրջաններ, որոնք եղան ալևիներու դրամատրության տակ, շրջաններ, ուր փայլեցավ աստղը դյուրզիներու, այսպես պատկերավոր ասած, այն վարակայի դարբեր էթնիկներ, դարբեր ցեղեր բարունագող Սուրիո մեջ, դարբեր շրջաններու մեջ դիրքավորվեցան ռազմական ուժ եւ բնույթ ունեցող քաղաքական խմբավորումներ։ Հալեբի բարական բավական բարդ էր, որովհետեւ Հալեբի շուրջ ավելի ճիշտ ծայրամասային հատվածներու մեջ, որոնք կոչվին Շեխ Մaqsud եւ Աշրաֆի, այս շրջաններում մեջ քուրդ դարը բավական ուժ հավաքած էր եւ այնտեղ կգործեր քրդական ասենք Qasad գազագերբությունը թարգմանեմ Սուրիո դեմոկրատական ուժեր, որոնք կվայելեին եւ կվայելեն Միացյալ Նահանգներու ներծուկը։ Իսկ այնինչ որ տեղի ունեցավ օրեր առաջ եւ բավական աննախադեպ էր մանավանդ որ նույնիսկ Սուրիո պատերազմի ամենաթեժ ժամանակներուն Հալեբի շուրջ տեղի ունեցող դեպքերու ժամանակ հայությունը այսքան չէր ցնցված, որովհետեւ երկու պատճառներով նախ շատ լավ զինված էին քյուրդերը, երկրորդ ասենք այդ շրջանները շատ մոտ էին հայկական տաղամասերեն եւ այդ առումով մենք նաև տեղեկացրեցինք, թե հայությունը բավական նյութական վնասներ գրեց։ Բարեբախտություն է անշուշտ, որ բախումները շուտ ավարտեցան եւ դեր ունեցավ շատերուն համար անսպասելի քրդական զորամիավորումներու հերացումը այդ շրջաններեն, այսինքն մեկ օրվա մեջ բնականաբար միջազգային ճնշումներու եւ փոխհամաձայնության լույսին տակ քրդական զորամիավորումները հերացան, որոնք մեծականակ էին եւ տեղակայվեցան ավելի իրենց համար ապահով եւ մինչեւ հիմա որոշ ինքնավարությունը վայելող Սուրիո հյուսային հատվածներում մեջ, ուր քրդական ներկայությունը դակավին կշարունակե մնալ, ինչպես նշեցի, ուղենշային եւ երևելի։ Հիմա Սուրիո իշխանություններուն գլխավոր ասենք առաջնահերթությունը երկրի հողային ամբողջականության պահպանությունն է։ Սուրիո իշխանությունները նաև ունին արտաքին նեցուկը, միջազգային նեցուկը հատկապես Միացյալ Նահանգներու, եւ այստեղեն կրնանք վերլուծել, որ գարձեք թե Միացյալ Նահանգները կողմ է այդ հողային ամբողջականության, սակայն հավելյալ ջիկ չներ։ Օրերս գարտացի Ալ-Արաբի գայքի մեջ հետաքրական նյութը, ուր գսեր թե սուրիացիները ընդհանրապես չեն վստահիր ամերիկացիներուն, որոնք գխոսին քան գկործեն, եւ նաեւ նկատեցինք, որ ամերիկյան այս քյուրդերուն անտեպ նեցուկը պիտի շարունակվի առաջիկա փուլին եւս։ Այս բոլորի լույսին տակ նաեւ դեղի կունենան բանակցություններ մեկ կողմէ Իսրայելի եւ մյուս կողմէ Սուրիո իշխանություններուն միջև, անոնց հայտարարված մեկ փուլը տեղի ունեցավ Փարիզի մեջ եւ շատեր գսեն թե գտիդարգեն թե այս բանակցություններուն հետևանքով էր նաեւ որ շարայի իշխանությունները ստացան կանաչ լույս եւ իրենց աստեցության կոդին լայնցուցին եւ մեծուցին հատկապես Հալեբ
քաղաքի մեջ, որ սովորական քաղաք չէ, տնտեսական խաչմերուկ է ու նաև Սուրիո արյունադար երագն է։ Այստեղ նաև կխոսվի դարբեր երկիրներու աստեցության մասին, հատկապես Թուրքիո աստեցության մասին։ Թուրքիո համար քյուրդերը այսպես տիրախ դարձնելը շատ Անկարայի սրտով է եւ բնական է, որովհետեւ Անկարա գուզե իր սահմանները մնան մաքուր եւ ապահով։ Մյուս կողմէ կխոսվի նաև իսրայելյան աստեցության մասին եւ քրդական շրջաններում մեջ ամերիկյան աստեցության մասին, որ նաև այդ շրջանները կհամարվին նավթարատ եւ բնական բարիկներով հարուստ, ծորեն, բամբակ եւ այլ նյութեր հարուստ բնակավայրեր։ Դե ինչ խոսք, որ Սուրիո բաժանումի խնդիրը Տամոգլյան Սուրի պես է այդ երկրին համար, այնքան դեմ որ այս իշխանությունները չեն կարողացած մինչև այս պահը իրենց ամբողջական դիրաբեդությունը տարածել երկրին մեջ։ Այն բարակայի դիտարկումները շատ են, վերլուծումները շատ են, Հալեբը հիմա ապահով է, անվտանգ է եւ նաեւ այս առումով ես պիտի առաջարկեի ցեզի դիտել Հովիկ Շեհերյանի Արևելքին ուղարկած դեսանյութը, ուրան կպատմե վերջին զարգացումներում մասին։ Նշեմ, որ Հովիկը լրագրող է, նաև վերջերս ստանցնեց Սուրիա հայ-սուրիական բարեկամության գազագերբության նախագահի կամ առաջնորդի կամ ղեկավարի, ինչպես կուզեք, Բաշտոնը։ Լսենք Հովիկին, որովհետև մեզ համար շատ կարևոր է լուրերը ստանալ դեպքի վայրեն, ու ապա կշարունակենք մեր վերջին հատվածով։ Շեխ Մaqsud Աշրաֆիե, ուն անունով Սուրբ Աստվածածններ եւ Դավոթի շրջանները։ Հալեբ քաղաքի մեջտեղը Գետրոնը գրնանք ասել գտնվող այս երկու շրջանները վերջին շրջաններն էին, որոնց մեջ կգտնվեին ոչ օրինական զինյալ խմբեր, որոնք են քրդական զինյալ խմբերը կամ ջանցված կասած անունով։ Հետապար ամսուն 6-ին սկսած փախումները Սուրիո օրինական բանակին եւ քրդական ուժերու միջև ցածկացան, որոնց արդյունքով դեղի ունեցավ լայնածավալ փախում հիշալ շրջաններուն մեջ եւ շրջակա շրջանները դժեցին հրթիռներեն եւ փոխադարձ ռմբակոծումներեն։ Այս երկու շրջաններում ստորոդը կգտնվին հայկական եւ քրիստոնեական գերեզմանատուները եւ անգե անտին հայկական շրջաններ եւ ընդհանրապես քրիստոնեական թաղամասերը։ Սակայն երկու շրջանները գտնված ելալով փլորումը վրա, բոլոր Հալեբը անապահով էր եւ հոս նկատուն ինք Հալեբ քաղաքը։ Ամսուն 11-ին սկսյալ վերջին խումբը քրիստոնյաներեն լքեցին այս երկու շրջանները որոշ համացանությամբ Սուրիո գարավարության հետ Հալեբը ներկայիս կաբրի խաղաղ շրջանմա։ Եվ ըստ երևույթին այդ մեկը պիտի լավ մշտական խաղաղություն մարդական առումով, որովհետև ներկայիս քաղաքին մեջ ուղղակի չեն գործեր զինյալ խմբավորումներ, որոնք դուրս են կառավարական ուժերեն։ Հայ համայնքը ունեցավ վնասներ բնակարաններու առումով, սակայն մեր հայրենագործներու շարքի մեջ դժվարներ չունենք։ Ունենք մի քանի հայ ընտանիքներ, որոնք բնակություն հաստատած էին Շեխ Մaqsud շրջանի մեջ, որոնք կպատկան հայ կաթողիկե համայնքին, ներկայիս կգտնվին իրենց հարազատներու մոտ եւ արդեն որոշ ընտանիքներ սկսած են վերադառնալ իրենց տուները, իսկ ուրիշներ դակավին չեն վերադարձած, նկատի առնելով որ որոշ տուներ ուղղակի օրենասած էին դեղին եղած մարդերեն։ Ինչպես որ լսեցինք Հովիկին, համեմատաբար խաղաղ իրավիճակ մնե Հալեբի մեջ, բավական խորքային վերլուծման արժանի կդառնա Հալեբի հանգույցը, Հալեբի վիճակը, որովհետև այս նաև փորձակար է Սուրիո նոր իշխանություններուն, որ կարողանան իրապես դիրաբեդել ամբողջ Սուրիային։ Դարբեր շրջաններու մեջ լուրջ հարցեր կան, սիկ չարաչ նշեցի Դյուրզի պաղատրիչը, Ալևի պաղատրիչը, ավելի քյուրդերու բարական, այս բոլորը անշուշտ գխոսին նոր եւ միասնական Սուրիամը ստեղծելու կարևորության մասին,
որուն համար այս իշխանությունները կարևոր ջիքեր գործադրեն եւ պիտի գործադրեն։ Դե ինչ կանով գաճողին, դակավին վաղ է ասել, ճիշտ է, որ Սուրիո մեջ իշխանապողության արդեն դարիմը անցած է, սակայն շատ մեծ ակնկալիքներ ունեցողները հիասթափված են, միշտ այդպես կլա, կարևոր փորձակար է, կարևոր օրեր են, ունի նախագահ Շարա արդակին ուժեղ նեցուկ, բայց ունի նաև մեծ խնդիրներ։ Պետք է Սուրիո մեջ գործող ռադիկալ ծայրահեղ իսլամիստներուն հարցը լուծե, պետք է Իսրայելի հետ լեզու գտնե, պետք է քյուրդերու հետ ինչ որ համացայնության երթա, Սուեդայի մեջ նույնպես զիջումներ կատարե, նաև ծովափնյա շրջաններում մեջ Լաթակիա, Թարթուս, այդ շրջաններում մեջ նաև ապահովությունը ուժեղացնե։ Այս բոլորը կարևոր օրագարկեր են, ճիշտ է, որ արտաքին ճակատի վրա շատ կարևոր եւ երևելի համացայնություններ կկատարե Սուրիան, արաբական դրամակալուխի ներհոսք պիտի տեսնենք սեուդական հատկապես, նաև Թուրքիո տնտեսության հետ, Թուրքիո հետ ինչ որ գործակցություն հատկապես Հալեբի բարակային, այս բոլորը կան նաև այն կողմերը, որոնք գրավ դրած են, որ այս իշխանությունը պիտի փուլ գա։ Մեզի համար հայոց համար հadouk ես կմտածեմ կարճ ետեր մնալ պատրաստել այդ նյութով, թե հայերս ինչ կեցվածք պետք է ունենանք եւ մեզի համար որն է ցերնդուն, ինչպես պետք է շարժինք։ Մենք կնկատենք, որ Սպիրկի մեջ ահավոր լրություն էր Սուրիո Հալեբի դեպքերուն կապակցությամբ, ոչ մեկ պաշտոնական հաղորդակցություն, ոչ մեկ ուշադրություն, թե Հայաստանի մեջ, թե Սպիրկի մեջ, եւ վստահ եմ, որ այս առումով առաջիկային պիտի լսենք հայտարարություններ եւ լսեցինք Զարե Սինյանյանի հայտարարությունը, որ կարևոր հայտարարություն մնա եւ որում մասին կարելի է վերլուծել եւ մտածել, թե ինչ առաջարկեց Զարե Սինյանյանը Սուրիահայերուն։ Մյուս կողմը Սպիրկի համար կարևոր եւ անփոխարինելի գաղութ է Հալեբի գաղութը, մայր գաղութ կգոչվի եւ այդ առումով նաեւ կսպասվի, որ առաջիկային Հալեբը դառնա ուշադրության կենտրոն։ Հիմա պիտի ասեք շատ ընելիքներ չունենք, այո, բայց Սուրիո համար, Հալեբահայության համար շատ կարևոր է, որ այս իշխանությունները հաջողին, առնվազն հիմա կանի Հալեբի մասին կխոսենք, առնվազն Հալեբի մեջ եւ Հալեբի մեջ տրական իրավիճակը գդիրե եւ պետք է ադիգա կորձոնի վերածվի եւ նաեւ անոր օգուտը քաղեն մեր հայրենագիտները, մեր եղբայրները, մեր քույրերը։ Այսօրվա համար այս կան արկելի ագընտիրներ կխոստանանք հետևիլ զարգացումներուն եւ ստայնեմ մեկնաբանել, լուրեր հաղորդել եւ լալ մեզի համար սիրելի Հալեբահայերուն կողքին եւ ներկայացնել անոնց խոսքը, անոնց սելիքը, անոնց իրավիճակը։ Հետևեցեք մեր հաղորդումներուն, լայք մսեղմեցեք, մեկնաբանեցեք, դարածեցեք մեր տեսանյութը, վստահ եղեք, որ այդպես միայն ու միայն խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընցես։